Մայրիկ ջան, ինչ է պատահել։ Ոչ մի բան, ազիզ։ Արգելում են ձեզ աշխատել։ Չէ, չեն աղթում։ Ինչու՞մն է բան խնդիրը։ Խնդիրն է, որ ասում եմ, դի հաց չուտես։ Ինչու։ Ես իմ դի չաշխատես հաց չուտես։ Ոստիկանության ծառայակիցներն են նման բանաս։ Բա ու դի ասի։ Դա չես տենում ով է։ Ինչու, ինչ են ասել կոնկրետ։ Չի կարելի, չի թույլատրվում։ Խանգարում է, 30 տարի ծախել են, այսօր խանգարում են։ Ինչին եք խանգարում։ Չգիտեմ իրանց հարցեր, աղջիկ ջան, ինձ քեզ հարցնում։ Շուռ արի իրանց հարցեր, այդ հարցը դուր իրանց։ Ասա դեզ ով է հրաման տվել։ Դու իրան ասա ով է հրաման տվել, ես էլ մտնում քդրության մեջ։ Հարցը շուռ արի հարցու իրանց, ազիզ ջան։ Ինչ ես ինձ հարցնում։ Հոսակը քաշել են դե։ Շուռ արի, իրանք փախնում, թող նկարվեն։ Ինչ է պատահել կմանրամասնեք։ Ինչու՞մն է խնդիրը։ Ինչ ծառայություն խանգարում է, ինչին է խանգարում։ Ինչին է խանգարում։ Միջոցառում կա այստեղ նախատեսված։ Ինչ միջոցառում։ Պարտավոր չենք հիմա ձեզ լրիվ մեկնաբանենք։ Ծառայությունա չի կարելի։ Չեք ուզում ոչ մահացի պատասխանը։ Ինչու։ Ամեն տարի նույն խնդիրը կա։ Չէ, ազիզ ջան, 30 տարի ես դրել եմ, սենց խնդիր չի եղել։ Ես չեմ խանգարել, բալես։ Մեզ ասել են ստեղ դիր, ես կոնկրետ դրել եմ ծախել, բալես։ Ես առաջի օրը չի։ Վերևը չի կարելի։ Վերևը մենք վերևը չենք դրել, վերևի տիչազերին ասեն ստեղ կանգնեք, չեք խանգարում։ Հիմա այսօր խանգարում են։ Էլի ոստիկանության աշխատակիցներն են հորդորել, որ իջնեք ներքև։ Ստեղ ես չեմ ուզում։ Ախրանիկն ասեց տիկին, վերևնի բարձացեք, բայց ես ձեզ հիշում եմ, դուք ստեղ դրել եք։ Հիմա ինքը չի անում գարը, չէ, ինքը չի խառնվում։ Ժողովրդավար երկրում ենք ապրում։ Ես չէի ասի։ Դուք չեք տեսնում, այդ օրինակ վարչապետը ամեն օր սրտիկներ է ուղարկում։ Ես գիտես ինչն է ինձ տանջում հիմա, որ կարող է խելագարվում, հիշելով իմ պապիս պատմությունները, 15 թվականի կոդորածից եկած, որ ասում էր լավ, այնքան մենք սասունցի ենք։ Ասում էր լավ, ասում էր այնքան կրձին իրար, աթոռի վրին, կռիվ, տվի վերջում կոդորին ժողովրդին գաղթեցին, եկան դառան թափառաշրջի։ 1800 տուն է եղել մեր Գերդաստանը։ Բայց ու այդ 1800 տնից 7 տուն է փլգի եկել, այն տեսակ որ վառել են։ Պապիս որ ես երեխա էի ինքը պատմում էր, ես կողքի։ Ես այսօր հիշում եմ այդ պատմությունները ու լացում եմ այս հայ ժողովրդի վրա, որ այսինքն իրար կրծում են։ Հիմա պատմական ինչ փուլում ենք ապրում։ Օրինակ մեր այդ պատմական անցյալը։ Վերանա։ Ինչու եք այդպես ասում։ Այտենց է, սևակը ճիշտ ասե, որ մի հատ հայ պտիլի են է թանգարանը։ Ինչով եք պայմանավորում դա։ Այս առօրյայից, այս տեսնելուց, իմ շրջապատի նայելուց իրար ոնց են հալածում։ Գործող իշխանությունը նկատի ունեք, հա։ Ես չգիտեմ ով է իմ աղջիկ, ես չգիտեմ, ամեն դեպքում ես չգիտեմ ով է գլխավորը, ես չգիտեմ։ Ես իմ համար աշխատում եմ, իմ համար ապրում եմ, ոչ թոշակ ունեմ, ոչ աշխատանք, 62 տարեկան կնիկ եմ։ Խնդրել եմ այսօր իմ երեխին, բազա իմ երեխին խոսա, ես ընկնի կռվի մեջ, իմ երեխին ասում եմ մի խառնվի։ Ես մեքենան ինքնակշե ինձ բերես տեղ, ընդամենը դա։ Ես պետք է աշխատեմ իմ հացի փողը, այդ։ Ինձ կտան հաց ուտեմ, եթե հիմա կտա ես այդ համ։ Ինձ հաճելի է ես կայնեմ, համ կրթություն ունեմ, համ արեստ ունեմ, համ ուսում ունեմ։ Հա, ինձ վայելա 62 տարեկան կանգնեմ ծախեմ, էսի հաճելի է։ Հա, իմ համար հաճելի չի իմ աղջիկ։ Բայց պետք է հաց ուտես։ Մուրացկանություն չեմ անում, ուրիշ ճամփա չէ, ինչը էս է, ես էս կարամ անեմ։